Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 22-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 22-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե դուք պետք է լինեք խորամանկ, նաև խորամանկությունը կարող է լինում է սիրո հետ կապված, կարող է նույնպես խորամանկորեն կամ ձեզ են մոտենում, սիրահարված են ուզում են ծանոթանալ կամ դուք շատ սեր կստանաք, միգուցե նաև նախանձում են ձեր սիրո հետ կապված, միգուցե ձեզ շատ են սիրում, այդ օրը ուշադրության կենտրոնում եք եւ նախանձում են։ Դե կարող է նաև դուք պետք է այդպես լինեք, հա, աղվեսիկի նման, մի տեսակ, որ ձեզ շատ նայեն։ Եվ ժամանակ հատկացրեք ինչ-որ բաներին, միգուցե ինչ-որ մի բան աչքաթող եք արել, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է։ Մի ժամի մեջ պետք է տեղավորվեք, որ ինչ-որ գործ անեք տակ, չեք հասցնում այստեղ այնտեղ գնալ այդ օրը։ Ինչ-որ մի բան է, որ կարող է ձեզ ժամ են ասել, պետք է հասցնեք կամ օրինակ տնից դուրս գաք, այստեղ կարող է ժամադրություն է կամ պատվեր է կամ ինչ-որ մի բան է, որը պետք է հստակ ժամի մեջ տեղավորվեք, որ հասցնեք անեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 22-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Ընկերը ում կարող եք հանդիպել։ Նաև տան հետ կապված ինչ-որ պահեր են, միգուցե վերանորոգում է, այստեղ ընտրության առջև եք, միգուցե այդպես մտածում եք, հիմա վերանորոգեք թե ոչ։ Նաև տեղափոխություն սա կարող է լինել, տան իրերը տեղափոխեք, բայց էլի եւս այստեղ տատանումը կա։ Նաև կարող է հյուրեր եք ընդունում կամ գնում եք հյուր։ Միգուցե եւ առիթ է, ձեր տանը կամ պետք է գնաք։ Եվ ընտրության առջև այստեղ յուրաքանչյուր բան կարող է լինել, ինչ հագնել եւ շատ ավելի լուրջ ընտրություն, որը կարող է կատարել։ Օրինակ տան հետ կապված միգուցե նստում եք իրար հետ այստեղ եւ քննարկում եք այդ մարդու հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 22-ին։ Միգուցե վիճում եք, ինչ-որ մեկի հետ կիրակի է, միգուցե նաև տուն եք մաքրում։ Այդ օրը նաև ժամադրության եք, այնպես մի արեք, որ վիճեք։ Քիչ իմաստուն եղեք։ Այստեղ եթե տունը մաքրեք եւս ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք, վեճը եւս բերելու է կորուստ համար, փորձեք զսպել ձեզ այդ օրը։ Նաև ոմանք ունեն սիրային ժամադրություն, անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, ծնունդ, առիթ եւ տրամադրությունը կբարձրանա եւ հենց ասում է իմաստուն եղեք, եթե թեկուզ ժամադրության եք մի վիճեք դիմացինի հետ։ Նաև օծեր կարող են լինել նախանձ մարդիկ, ովքեր որ ձեզ կնախանձեն այդ օրը։ Ուցե բամբասում են նաև։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին մարտի 22-ին։ Կորուստ է, տեսնենք ինչի կորուստ է։ Այստեղ տրամադրությունը պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև տրամադրությունը կարող է ժամանակ առ ժամանակ օրվա ընթացքում ընկնել, բարձրանալ, այդպես։ Նաև առողջությունը, ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ ձեր ծնողներին։
Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե ձեր ընկերոջ հետ, միգուցե նոր ընկերներ եք ձեռք բերում, եւ այդ օրը պետք է մանրուքներին շատ ուշադրություն դարձնել, մանրամասն լավ ուսումնասիրել, մանրակրկիտ ուսումնասիրել, միգուցե ձեզ առաջարկ են անում, ինչ որ մի բան է այստեղ, եւս պետք է ուշադրություն դարձնել։ Միգուցե նաև այստեղ տրամադրության եւ առողջության հետ կապված դա է, որ օրինակ մանր-մունր գործեր եք անում եւ դա է ազդում օրինակ աչքերի վրա, հոգնածության վրա, նյարդայնանում եք այդքան մանր գործեր անելուց, հա, նաեւ կարող է դա լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 22-ին։ Խոչընդոտներ են, որոնք կարող են առաջանալ ձեզ մոտ։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Խոչընդոտը խոչընդոտի հետևից է, ավելի ոնց որ խոչընդոտները լուծելու ընթացքում կարող եք ավելի խորանալ լաբիրինթի մեջ ընկնել։ Միգուցե տան հետ կապված հարցեր են, միգուցե ընտանիքի հետ կապված հարցեր են, ընտանեկան հարցեր են։ Ինչքան խորանում եք, այնքան ընկնում եք ավելի խնդիրների մեջ, ու չեք կարողանում դուրս գալ։ Դա համար խոչընդոտները երբ պետք է թողել ուղղակի այդպես, միգուցե էմոցիաները խանգարում են։ Այդ բանին կա խոչընդոտ խնդիր, ուրեմն թողեք։ Ավելի է բարդանում այստեղ։ Հատկապես եթե դա կապված է ընտանիքի կամ տան հետ։ Եթե օրինակ ուզում եք ինչ-որ մի բանը փոխեք տան մեջ, ոնց որ փոխելուց ավելի բարդացնեք։ Որ ասում է ծորակը կաթում էր, կին արմատ գնում է փորձում է տակը բանար անել, այդ տալիս ու այդպես ծխում ջուրը միգուցե չի բացառում եւ հետո որ ասում է մի պզիկ խոչընդոտից սարքում եք այսպես ու չեք կարողանում տակից դուրս գալ, չգիտեք որտեղից պետք է փակեք։ Դա համար շատ ուշադիր Դե տան հետ կապված հավանական է դա, ծիծաղում եմ, բայց շատ հավանական է։ Շատերն են այդպես իրանց դնում տղամարդու տեղի եւ գլխներին խոչընդոտի փոխան ավելի են ինչ-որ բաներ ստացվում։ Եվ այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Դե կարող կանչում եք։ Հերվից է այս տղամարդում, հետ որ կհանդիպեք, նաև ճակատագրական է, այդ տղամարդը ձեզ համար, գուցե ովքեր որ միայնակ են, կարող ծանոթություն է սա, նաև դե հերվից ինչ-որ մեկն է, ով որ կգա ձեզ մոտ։ Եվ կարող լսել, ինչ-որ մի բան լսել։ Այդ օրը նաև շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ։ Նաև բամբասանք է, նաև լեզվակռիվ է, ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին մարտի 22-ին։ Խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք, լուծեք, վիշապների նման չանեք, որ հետ գնաք վիշապներին լսեք։ Խոչընդոտները ձեզ համար ստեղծում է խաբեբա վարույցը մեկը, կամ դուք եք որոշում ինչ-որ խորամանկություն անել եւ խոչընդոտներ եք բերում ձեզ վրա։ Դա համար լավ մտածեք այդ օրը քայլ անելուց, կամ այս խորամանկ մարդն է, խաբեբա մարդն է, որ խոչընդոտներ է ստեղծում ձեզ համար։ Ձեր կյանքից ինչ-որ մի բան է գնալու նորին տեղ բացելու համար։ Դա արդեն կուտակված մի բան է, որը գնում է։ Եվ այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, ոմանք ինչ-որ գաղտնիք կբացահայտվի ձեզ համար, եւ այստեղ եւս սա եւս երկուսով ասում են, որ նոր էջ եք սկսելու։ Ինչ-որ մի բան բաց եք թողնելու, նոր էջ եք սկսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 22-ին։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Փոփոխությունը դա եւ գլոբալ է, եւ տան, եւ տարածքի, եւ ինչ որ երկրի, նաեւ հղիություն դա կարող է լինել ծննդաբերություն,
Ժամանակը ձեզ համար շատ կարևոր է այդ օրը, ժամի մեջ պետք է կարողանաք տեղավորվել, ժամ հատկացնեք, օրինակ, եւ ուսմանը, եւ թեկուզ եթե տեղափոխվում եք, ոնց որ տունը հավաքելուն, եւ միգուցե ինչ-որ քիչ ժամանակ ունեք, որ ինչ-որ մի բան պետք է անեք, հա, ոնց որ ժամանակ են ձեզ տվել, կամ ժամ եք պայմանավորվել եւ պետք է հստակ կարողանաք այնպես անել, որ հասցնեք գնաք։ Եվ այդ օրը ոմանք կզբաղվեն ուսմամբ, ոմանց մոտ ոչ գաղտնիք է բացահայտվում եւ ոմանք էլ կսկսեն նոր этап, նոր կյանքի էջ։ Գրքի էջը կշրջեք եւ կապրեք նորովի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաեւ ոչխար է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին մարտի 22-ին։ Այդ օրը օձեր կան ձեր շրջապատում, նավարը նաև դա ուղղակի իմաստություն է, որ ասում են իմաստուն պետք է լինեք, հա, կարիքը կլինի իմաստուն լինելու, եթե ոչ, ապա այստեղ կա առիթ եք, ինչ-որ բաներ ձեզ հեշտ է տրվում, այդ առիթի ժամանակ, միգուցե առիթի խաղեր եք խաղում, միգուցե ծաղիկ եք բռնում եւ այդ ամենչապես նախանձում են ձեզ եւ նա բամբասանք կարող է լինել։ Ուղղակի պետք է իմաստուն լինել եւ օգտվել օրինակ այն հնարավորություններից, որոնք որ այդ օրը ձեզ կընձեռվեն, այսինքն ավելի հեշտ են տրվում ինչ-որ բաներ արեք, թեկուզ հասարակության հետ կապված, հասարակական կյանքի հետ կապված։ Այդ օրը պետք է ելույթ ունենաք, նախանձ մարդիկ են, բայց ձեզ համար շատ ավելի հեշտ է ելույթ ունենալը, խոսելը եւ այլն։ Օգտվեք։ Ոմանք կգնան առիթի, ծնունդ եւ այլն, ինչ որ առիթ է, որտեղ կուրախանաք, ոմանք կգնան հասարակական ոչ վայր, ինչ-որ մարդկանց մեջ, այգի կամ մեկ այլ տեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 22-ին։ Անցյալից ինչ-որ բաներ կարող եք հիշել, գուցե ձեր շրջապատն է անցյալից, որ այդ կարող եք հանդիպել, գուցե իր հետ սովորել եք, իր հետ աշխատել եք, հա, այդպես։ Նա ինչ-որ բաներ եք, որ փորփրում եք անցյալը, փորփրում եք կամ նստում եք, ընտանիքով խոսում եք անցյալի մասին, ինչ-որ բաներ եք հիշում, գուցե նա ձեր շրջապատն եք հիշում։ Ամենայն դեպս այդ օրը իմաստություն ոնց որ կունենաք, ավելի իմաստուն կլինեք, կզգաք փոփոխությունը, նաև կզգաք, որ հասունացել եք, մեծացել եք, նաև նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, նոր շրջապատ միգուցե, նոր կյանքի իմաստ, եւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, տեսնենք ով է, գուցե անցյալից է եկել եւ նոր ձեր կյանքը, կամ օց է կամ իմաստուն մարդ, իրեն հանդիպելուց, եթե ճանաչում եք այդ մարդուն, ապա գիտեք ինքը ով է, եթե ոչ, ապա պետք է երկուսն էլ ուշադրություն դարձնել, ավելի իմաստուն է, խելացի է, ինչ-որ խորհուրդներ է տալիս ձեզ, թե օծություն է անում ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին մարտի 22-ին։ Բուրբուկված եք, գորգռում եք միգուցե, չգիտեմ ինչու, հեսա կտեսնենք։ Այստեղ ուղղակի երևի լարված եք ավելի շատ եւ այստեղ ամեն ինչը կանցնի։ Լարվածություն եմ։ Ինչ որ մի բան է գնալու ձեր կյանքից, երևի դրա համար եք լարվում։ Եթե թեկուս ինչ-որ մեկի հետ եք այստեղ վիճում եւ այդ դա գնում է ձեր կյանքից, ապա դա ձեզ հաջողություն է բերելու, դա լավ է ձեզ համար։ Եվ ուղղակի կարող է ներքին լարվածություն է, որ վայ, ինչ-որ մի բան պետք է օրինակ ինչ-որ մի բան եմ անելու, ինչ-որ մի բան ստիպված եմ բաց թողելու եւ այլն, եւ դա ձեզ լարվածություն է, բայց դա ձեզ հաջողություն է բերելու։ Եվ նորը որպես կարող է լինել ձեզ համար աշխատանք, այսինքն տան են հանգիստը, վայ, դիվանի, վայ, հեռուստացույց, վերջ այդ ամեն ինչը եւ պետք է արդեն շուտ արթնանաք, գնաք աշխատանքի, վերադառնաք տուն։
Ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, պատվերներ կունենաք, կարգավիճակի փոփոխություն է, բարձրացում է նաև եւ դրա համար կարող են հանգիստ փուլը անցնում է դրա համար եք լարված, որ ոնց եմ ես այդ մենակ պաշտոնին նստելու, ոնց եմ ես այդ կարգավիճակով հիմա ներկայանալու, այդ լարվածությունը, բայց ես հաջողություն է սպասվում։ Եվ ոմանք այդ օրը կարող են գնալ ոչ ինչ-որ ռեստորան, ինչ-որ փակ տեղ, որտեղ տոմսեր պետք է գնեք հատուկ մտնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 22-ին։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էներգիավլի կլինեք, դա թորները կգան, ձեր երեխաները կգան, գուցե իմանում եք հղիության մասին ինչ-որ մեկի կամ ձեր կամ ծննդաբերություն է եւս, հա, այստեղ երկու քարտերն էլ դա են ասում։ Բիզնես կարող եք բացել, նոր կյանք է, նոր էտապ է, նոր աշխատանք է, ինչ-որ մի բան է նոր է սկսում նաեւ ձեզ մոտ։ Եվ փոփոխություն, եւս այստեղ փոփոխությունը արդեն այս դեպքում արդեն եւս շատ լավ է։ Եվ փոփոխություն դա կարող է լինել նոր տուն, նոր շրջապատ, բացի այդ հա գլոբալ մարդու կյանքում մեծ փոփոխություն, որը եւս հա ձեր տրամադրությունը բարձրացնում է, այնպես հիանալի օր է, հիանալի ինչ-որ մի նոր բան է մտնելու ձեր մոտ, գուցե եթե շատ եք ուզում հղիանալ, միգուցե ինչ-որ մի բան է այստեղ։ Երեխաների հետ կապված կարող է ինչ-որ բան է, որ ձեզ ուրախացնում է։ Գուցե երեխաների մոտ է փոփոխությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 22-ին։ Այստեղ ինչ-որ ժամանակի մեջ պետք է տեղավորվեք, գուցե չեք տեղավորվում, վիճում եք։ Գուցե նաև ինչ-որ մի բանի պետք է ժամանակ հատկացնեք, կամ դիմացինը ժամանակ հատկացնի, ինչ-որ տղա ձեզ եւս ժամանակ հատկացնի, վիճում եք այդ առումով։ Եվ կողմ ինչ-որ բան են պատվիրել եւ հստակ ժամ կա, որ այս ժամին պետք է գան վերցնեն տանեն եւ պետք է արագ աշխատեք, հա չեք հասցնում, կամ ժամանակի մեջ չեք հասցնում տեղավորվել, մեկը տեսնում եք արդեն ժամը չգիտեմ քանիսն է, դուք ոչինչ չեք արել, այդպես։ Նաև կարող եք տուն մաքրել, բացի վեճը։ Կարող է ժամերով տուն եք մաքրում։ Նայում եք, ասում եք, քանի ժամը տուն եմ մաքրում։ Նման ինչ-որ պահեր է, ոնց որ ժամանակը կարող ինչ-որ մի բանի վրա վատնեք, կամ վեճի վրա վատնեք անիմաստ։ Այդ օրը նաև հանդիպում շփում կունենաք ոչ տղայի հետ։ Տեսնենք ով է։ Անլուրջ եք վերաբերվում այդ տղային կամ այդ տղան է ձեզ անլուրջ վերաբերվում։ Եթե նոր ծանոթություն է, ապա այստեղ պետք է իրոք շատ ուշադիր լինել։ Մի վստահեք այդպես անմիջապես այդ երիտասարդին։ Եվ կարող եք իրար հետ գնալ խաղալու։ Գուցե ձեր ամուսինն է, երեխաների հետ գնում եք խաղալու ինչ-որ միտեղ։ Մեկ ակնթարթ նաև այդ տղան ձեր կյանք ինչ-որ մի բան կմտցնի կամ կանի, ինչ-որ մի բան է։ Կամ իր մոտ է։ Ինչ-որ մեկ ակնթարթ, ինչ-որ մի բան տեղի ունենալու։ Այսքանը ձեզ համար մեռա սա փչացնելով։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։